ինչ է ստացվում, բոլորը ակնհայտ ցույց են տալիս, թե Հայաստանին ինչ է սպառնում, ինչ ենք անում մենք։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև մենք շարունակում ենք զբաղվել կատարված փաստերին արձանագրելով։ Հիմա էլ ինչ որ ոգևորությանը փոխարինել է վայնասունը Անտի-Նիկոլ ճամպարում, որ Վենսը գրեց ցեղասպանություն բառ, հետո ջնջեց, եւ ոգևորություն, որ Նենսի Փելոսին Վենսին ասեց, ինչի ես այդպես արել, դու այդպես չպիտի անեիր, եւ արդյունքում մենք մոռանում ենք ամենակարևոր հարցը, ինչ է անում ընդդիմությունը, որ այս իշխանության վերարտադրությունը գոնե հունիսի 7-ին կամ մինչև հունիսի 7-ը, ինչի հնարավորությունը ընդդիմադիր մի մեծ բևեռ իմպիչմենտը շատ հիմնավորապես թաղվեց, որ այս վերարտադրությունը ապահովի։ Շատ անկեղծ պիտի ասեմ, բացի մանդատի համար կեղտոտ զզվելի կռվից, ես չեմ տեսնում ոչինչ, որովհետև երբ որ ես նայում եմ մամուլի հրապարակումները, թե ինչպիսի մարդիկ են այսպես իրանց հետույքը բացած խցկվում տարբեր ցուցակներ ընդամենը մեկ մանդատի համար, երբ որ ես տեսնում եմ այս նողկալի մանդատակռիվը, որտեղ հիմա բոլորը զբաղված են ինչ որ ցուցակներ կազմելով, ես ասել եմ, հիմա էլ ասում եմ, տվեք այդ ձեր գրիչը, ես հիմա այստեղ գրեմ հունիսի 7-ի ընտրության արդյունքը, եթե ընդդիմությունը շարունակելու է հաշվել, թե ինքը քանի մանդատ է ստանալու, այն մյուս ընդդիմադիր ուժը ինչքան է ստանալու, եւ ինքը ոնց անի, որ պատնոշ կատա այն մյուս ընդդիմադիր ուժին, որ ինքը մեկ մանդատ ավելի ստանա։